Բարև ձեզ Factor TV հյուրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, ողջույն պարոն Թորոսյան, ինչ էր վերջը ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին, դուք արդյոք ունեք տեղեկություններ Շարմ էլ Շեյխում այդ հավաքի ժամանակ, երբ որ նա մոտենում է, դիմում է պարոն նախագահ, բայց հետո Թրամփը ուշադրությունը շեղվում է այլ լիդերների հետ է ուզում քննարկումը շարունակել Սա հարց է, որը քննարկվում է հայաստանյան սոցիալական։ Ես անկեղծ ասած զարմանում եմ ընդհանրապես նման միջոցառումների ժամանակ այդ առաջնորդների շփման ինչ որ մանրամասները քննարկելու տրամաբանության վրա։ Ինչ Հայաստանի վարչապետն ես էլ բազմաթիվ տեղերում, երբ որ տարբեր կարգավիճակներ ունեմ, ասում եմ բարև ձեզ, ես ինչ մարդ եմ, ինչ երկրից, ինչ հարց ունեմ ձեր հետ, եկեք քննարկենք։ Հարմար է հիմա։ Եվ այնտեղ տասնյակ լիդերներ կային եւ իրար հետ շփվում էին եւ կոմունիկացվում էին այս կամ այն կերպ, այս կամ այն հարցով, ասենք ես անկեղծ չեմ հասկանում մեկնաբանեցին, որ այդքան կարևոր չենք Թրամփի համար, որ վարչապետը կարիք է տեսնում իր մասին հիշեցնել։ Իսկ ասենք ինչքան կարևոր պետք է լինենք, որ օրինակ ինչ մակարդակի կարևորության պետք է լինենք, որ համարենք, որ Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները հասել են ինչ որ հաջողությունների արտաքին քաղաքական ֆրոնտում։ Ինչքան մենք պետք է մեզ համարենք երկրագնդի կենտրոն, որ տենց մոտավորապես երկրագունդը պտտվում է մեզ շուրջ։ Աշխարհի բոլոր լիդերները քնում եւ զարթնում են եւ հիշում են մեր բազմաչարչար ժողովրդի խնդիրների մասին։ Ինչքան կարելի է կերակրվել կամ սնվել, հա, այդպիսի տենց բաներով, պաթետիկ մտքերով։ Մասին չէր մտնում։ Ոչ, բացարձակ դա միջազգային հարաբերություններում առաջնորդների շփման պրակտիկա է, որ հանդիպում ես, ասում ես, ես էսիշ մարդն եմ, եթե հանկարծ ինչ որ պահի տակ այդ պահին ուշադրությունը ուրիշ տեղ է, որ ուշադրությունը կա քո վրա, ինչ կա դրա մեջ, ես չեմ հասկանում։ Մի դրվագել այդտեղ ու անցնել։ Բայց այդ իմ ասածը շատ կարևոր է, հարգելի Ռոբերտ։ Երբ որ բոլորին թվում է, որ բոլորը պետքա կամ շատերին թվում է, որ բոլորը մեր դարդով պետք է ապրեն։ Ոչ, տենց չի։ Մեր դարդով ապրում ենք միայն մենք։ Մենք եւ միայն մենք, ոչ մեկ մեր դարդով չի ապրում։ Նույնիսկ այն տարբեր բաները, որ հաճախ տենց լսում ենք, տենց ասում ենք հայանպաստ հայտարարություն, չէ՞, այդ էլ մեր դարդի մասին չէ, դա էլ նաեւ իրենց շահերի մասն է եւ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը խաղաղություն ստեղ հաստատելու նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասն է եւ տարածաշրջանի այլ երկրների շահերի մասն է, չի կարելի դա տենց առանձնահատուկ նայել, որ տենց Ամերիկայի Միացյալ Նահանգները քանի որ շատ էր սիրում հայ ժողովրդին, որոշեց նման որոշ միջնորդությամբ հանդես գալ, ոչ, այդտեղ նաև կա շահեր եւ այդ շահերը պետք է հասկանալ, մեր խնդրումը հենց այդտեղ է եղել, որ մենք չենք հասկացել ոչ միայն մեր շահերը, այլև այլ երկրների շահերը, ու ընդհանրապես մեր տեղը, դերը, դիրքը երկրագնդի վրա։ Դիրքերից էլ կխոսենք, ստացվում է պարոն Քոչարյանը ճիշտ էր, որ վարչապետը ասես անկարևոր դերում էր կամ չորոշողի դերում էր եւ երաշխիք չբերեց խաղաղության, այո, միգուցե WhatsApp-ի համար ունի Թրամփի, բա որ ինտերնետը այդ օր անջատած լինեն։ Ինստիտուցիոնալ երաշխիք չէր անվտանգության ԱՄՆ-ի ներքո։ Որն էր ինստիտուցիոնալ երաշխիքը գույք պարտքի դիմացը Քոչարյանի ստորագրած, որ ինչ ունենք, չունենք տանք Ռուսաստանին, որ Ռուսաստանը մեզ երաշխիքներ տա, որ մեր վրա չեն հարձակվի, Ղարաբաղի վրա չեն հարձակվի։ Ընդհանրապես, գիտեք, ես արդեն հոգնել եմ այդ մարված օբլիգացիաների մասին խոսելուց, կլինի Քոչարյան, Սարգսյան կամ նրանց նոր սատելիտները, նոր դեմքերով, եկեք լուրջ եմ ասում, էլի, եկեք ապագայի մասին խոսենք, էլի, ոչ թե անցյալի։ Իսկն Քոչարյան Ռոբերտը անցյալ է, վերջ, անցյալ է, նա անցյալ է։ Վստահ է, որ ձեզ հեռացնել Նա անցյալ է, Ժորժ ջան, նա անցյալ է, նույնիսկ եթե մենք էլ մի օր չլինենք իշխանության, դա լինելու է։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց Ռոբերտ Քոչարյանը, նրա կրած գաղափարախոսությունը, նրա այդ գուբերնիա դառնալու ցանկություններով լի գաղափարախոսություն տեղ չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում, հասկանում եք, եւ նորից եմ կրկնում, այդ իրենց ցանկացած արտահայտությանը կա 10 անգամ ավելի պատասխան, իրենց արածի ձևով, հա, տեսքով։ Հիմա նորից եմ կրկնում, որն է երաշխիքը իրոք գույք պարտքի դիմացը, բոլոր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանի Դաշնությանը հանձնելը, որ պահի տակ, երբ որ անհրաժեշտություն կա նրանք գան մեզ պաշտպանեն,
ինչը տեղի չի ունեցել, այլ ունեցել է հակառակը, երբ որ հենց իր նախագահության տարիներից սկսած արդեն Ռուսաստան-Ադրբեջան այդ ռազմավարական գործընկերություններ ծավալվում ու զարգանում, որը վերջում դարձավ միլիարդավոր դոլարների զենքի վաճառք Ադրբեջանի, որը կրակեց մեր դեմ։ Էտա երաշխիքը Քոչարյան Ռոբերտի մարած օբլիգացիա Քոչարյան Ռոբերտի։ Եկեք լավ չվիրավորենք, Չեմ վիրավորում, քաղաքական գնահատական եմ տալիս։ Իսկ որ Թրամփը փնտրում էր Ալիևի հայրենակցին եւ Ալիևը ցույց է տալիս վարչապետին։ Եվ ինչ։ Դա ինչ է։ Ախ, ես չեմ հասկանում, անկեղծ։ Չէ, դա սա լուրջ Չէ, լուրջ չի, դա լուրջ չի, դա լուրջ է, դա շատ անլուրջ է։ Այսինքն մարդը տարածաշրջանում դիտարկում է խաղաղության այդ հաստատման իր ջանքերը, ուզում է որ այո, երկրները այլևս իրար չպատերազմեն, փորձեն ինչ որ ձևով հարաբերություններ գտնեն եւ անվանում է ինչ որ մեկին հայրենակից։ Ինչ կա դրա մեջ։ Ես չեմ հասկանում ինչ կա։ Տրամպի տեսանկյունից նայում եք դուք այդ ամենը, ինչ Տրամփ պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, աշխարհի ամենահզոր երկիրը, համար 1 տնտեսությունը, համար 1 բանակը, դոլարի տերը եւ այլն, ասում է դե հա դուք այնտեղ մի քանի երկրներով խնդիրներ եք ունեցել, ես փորձել եմ լուծել, համարում եմ դա հաջողված օրինակ, իրար հետ շփվեք նորմալ։ Ինչ կա դրա մեջ չեմ հասկանում։ Փաշինյանը ալբանացի լիներ, երևի բան չէր լինի այդ թեմայի մեջ, բանտորեն։ Լավ, եկեք անցնենք առաջ։ Եթե դուք, այսպես ասեմ, չունեք մտավախություններ 26-ի հետ կապված, պարոն Ամստերդամը Սամվել Կարապետյանի փաստաբան մի քանի հարցեր հնչեցնում, որ ով է պարոն Ամստերդամը, մի հատ կարող եք ասել։ Փաստաբան, ես Հայաստանի քաղաքացի, հա։ Կենսագրությունը ընտրելու իրավունք ունի Հայաստանում։ Ով է ընդհանրապես ինքը որ հարցերա հնչեցնում, կարակ ինձ ասեք։ Զգաց պարոն Թորոսյան եւ հստակ վախեցած ներպետական հանգամանքներով պայմանավորված գրոհեց մի մարդու վրա, որը ընդամենը կրոնական ծեսի էր մասնակցում իր հոր հիշատակին եւ մի խոսքով Հայաստանը զբաղվում է քաղաքական փողը մեղսունակության հետ էլ կապ ունի, որ փողը շատ է ամեղսունակների են միայն վարձում։ Չի նոմ այդ փողի քանակով նաև չափել թե ում կարելի է փողը տալ, որ գոնե այնպիսի հայտարարություններ անեն, որ մարդիկ հասկանան, ասեն ինչ է խոսում, ով է ինքը ընդհանրապես Հայաստանի կոնտեքստերը չգիտի, Հայաստանի քաղաքացի չի, ինչ իրավունք ունի ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա տես գնահատականներ տալ, կամ ով է ընդհանրապես իրան լսում, ինչ որ մի Ամստերդամ սպիտակ միսիոներ են բերել մեր վրա, հա, կոպիտ ասած։ Այսինքն երկիրը դա նույնիսկ անարգանք է մյուս պաստաբանների նկատմամբ հասկանում եք, որոնք էլի քաղաքական հայտարարություններ են, բայց դրա իրավունքը ունեն, գոնե Հայաստանում են ծնվել, մեծացել, աշխատել, ընտրող են, իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ ինչ որ Ամստերդամ կամ կարևոր չի ազգանունը, լավ, հիմա բանը մենք Նիդերլանդների հետ լավ հարաբերություններ ունենք ու զարգացնում ենք։ Եկել է ինչ որ անմեղսունակ հայտարարություններ անում։ Մենք էլ լուրջ մեկնաբանում ենք իրեն։ Չէ, բայց հարձակվենք Հայաստանի Հանրապետության վրա։ Ով ես դու որ հարձակվես ինչ որ բանի վրա։ Վաղ չունեցաք այդ ձեռքերը սեղանին խփելու բան։ Ես դողում էի, ճիշտն ասած, այդ պահին ուղի եթերում։ Ենթադրում եմ գրեցիք Նիկոլ Փաշինյանին, որ եկեք ազատենք Սամվել Կարապետյանին, հենց Ամստերդամը հայտարարություններ անում, սա գործերը թողում եմ լայվն եմ նայում ու դողում եմ։ Չէ, լուրջ, իրոք։ Լուրջ, հա։ Չկար այսպես մտավախություն, որ դուք եթե գրոհը կարող է հաջողությամբ եթե դուք այդքան լուրջ հարցեք տալի, ես էլ այդքան լուրջ պատասխանում եմ ձեզ։ Մենք մտահոգություն ունենք մենակ մի բանի, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պահպանենք հավերժ, այդ է մեր մտահոգությունը։ Իսկ մնացածը ժողովուրդն է որոշում, թե ով է Հայաստանում լինելու իշխանություն եւ երբ։ Ամեն դեպքում ինչ որ ուլտիմատումային բան չկա, Հայաստանի դեմ գրոհելու ենք, այնքան մինչև Կարապետյանին ազատ արձակեն։ Ռոբերտ ջան, խնդրում եմ։ Չէ, իրոք, ուլտիմատումային բան։ Ավելի լավ է Նարեկ Կարապետյանի հայտարարությունները քննարկենք, դա ավելի լուրջ է, հասկանում եք։ Նույնիսկ դա ավելի լուրջ է։ Դուք գրոհի չեք պատրաստվում, պարոն Թորոսյան, դիմակայել գրոհներ, պարոն Ամստերդամից։ Ավելի խնդրում եմ։ Լավ, պարոն Կարապետյանը, Նարեկ Կարապետյան վերջերս խոսում էր նրանից, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել Հայաստանի եւ իրենց քաղաքական ուժի, ես ոնց հասկացա, եւ քաղաքական ուժի եւ Հայաստանի գաղափարական ղեկավարը։ Այսօրվա Հայաստանի գաղափարական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ով կուսակցական մակարդակով մեզ հարկադրում է ընդունել իրական Հայաստանի գաղափարախոսությունը, չէ՞։ Չի հարկադրում։ Բայց իդրաֆտում ինչու է դրված գեղագիտության, այսպես ասենք, հայեցակարգը պետական կայքում, պարոն Թորոսյան, ոչ թե ԿՊ-ի կայքում։ Եվ ինչ։ Դե կուսակցական գաղափարախոսությունը դարձվում է պետական գաղափարախոսություն։ Որտեվ մենք իշխող կուսակցություն ենք եւ ունենք մանդատ մեր ժողովրդի հետ խոսալու եւ նաեւ գաղափարական բանավեճ
ունենալու։ Ժողովուրդը կընդունի այդ գաղափարախոսությունը, մենք կմնանք իշխանության։ Չի ընդունի այդ գաղափարախոսությունը, մենք չենք լինի իշխանության։ Դե հասանք։ Նրանք էլ ասում են Սամվել Կարապետյանի գաղափարական առաջնորդությամբ կապրենք։ Գաղափարական առաջնորդներ հիմա չեմ ուզում մեր գործընկեր տարբեր երկրների անուններ տալ, որպեսզի նաև տենց խարանի եւ խտրականության տենց չենթարկեմ իրանց, հա, բայց կարող են մեր քաղաքացիները թվարկել, թե օրինակ որ երկրներում կան գաղափարական առաջնորդներ եւ նաեւ այդպես տենց ընտրովի առաջնորդներ։ Եվ այդ ընտրովի առաջնորդները ինչ դեր ունեն ընդհանրապես այդ երկրի կյանքում։ Դրանք հիմնականում ավտորիտար, բռնապետական երկրներ են, երբեմն նաեւ տենց ռելիգիոզ երկրներ են, հա, որը չեմ կարծում, որ մեր քաղաքացիներ երազանքն է ապրել այդպիսի երկրներ, որ լինի միստվերային կառավարիչ ազգային առաջնորդ, որոնք սովորաբար ցմահ են լինում, եւ ինչ որ տենց 4-5 տարի մեկ տենց ինչ որ փոքրիկ ուրիշ մարդիկ գան ընտրվեն, մի երկու թուղթ-մուղթ ստորագրեն, հետո գնան իրենց տներով։ Ինչ վատ է, ազգային բարերար։ Դա ես էլ ասացի ինչ վատ է, դա ժողովրդավարության հետ որևէ կապ չունեցող process է։ Մենք բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել ցուցակով ազգային ժողովի ընտրություններում եւ հետեւաբար մեր ժողովուրդը ընտրում է ցուցակով նաեւ այդ ցուցակի համարին որպես վարչապետ եւ ես չեմ կարծում, որ ժողովրդին ընտրողներին գիտեք տենց ոչ այդքան իմաստուն համարելը կամ իրանց այդքան անընդունակ համարելը լավ արձագանք է գտնելու, որտեղ դուք չեք հասկանում, այնտեղ կարևոր չի առաջի համարը, ով է կարևորը Սամվել Կարապետյանն է, որտեղ ինքն է ասելու առաջի համարին ինչ անի, հասկանում եք, այդպես բազմաթիվ երկրներ կան աշխարհում։ Օրինակ Իրանը վատ է կառավարվում, կա Խոմեյնիի, որը հոգևոր առաջնորդն է, եւ կա ամեն երկրի ժողովուրդը ինքն է որոշում, թե ինչպիսի կառավարման մոդել կամ կառավարություն է ինքը ուզում, իսկ մեր ժողովուրդը վաղուց որոշել է, որ եւ դա իր ներքին ընտրությունն է եւ պարտադրված չէ դրսից, որ ժողովրդավարությունն է այս պահին գործող սահմանադրությամբ պարլամենտական ժողովրդավարությունը, որը ենթադրում է կուսակցական ընտրություններ ցուցակներով, որի առաջի համարը ավտոմատ համարվում է վարչապետի տենց այլ բան մեր օրենսդրություն չի նախատեսում, ազգային առաջնորդներ, բաներ եւ այլն։ Տենց կան, չէ՞։ Գրքեր են հետո գրում իրանք բոլորին ստիպում են, որ կարդան այդ գրքերը։ Ամեն դեպքում այս բան կարելի է նկատել որոշակի մրցակցություն Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժերի կամ նրանց այսպես ասոցիացված կամ մոտ գտնվող ուժերի միջև պայքար երկրորդ տեղի համար, բայց գերնպատակը միանալ 26-ին, հա, խորհրդան անցնելուց հետո եւ կրկնել Գյումրի սենատուկ որպես ԿՊ վարչության անդամ։ Այս սցենարները քննարկում եք։ Ունեք հակախաղ։ Ես սրա մասին շատ եմ խոսել, այո, այդ ընդդիմադիր արևիտակ տեղ ունենալու համար կա պայքար եւ դա բնական է, եւ միայն ձեր նշած ուժերի միջև չի որ կա, այլ ուժերի միջև էլ կա, եւ նրանք սովորաբար պայքարում են նույն ներքաղաքացիների ձայնի համար, սովորաբար, որովհետեւ ըստ էության նրանք իրարից տարբերվող բան չեն ասում։ Ամբողջ խնդրեմը այդ մեր քաղաքական ուժերի, որոնք որ կան կամ նոր են ձևավորվում, եւ իրենք կամ չեն հասկանում այդ խնդրեմը, կամ այլ ասելիք պարզապես չունեն։ Իրանք չեն հասկանում, որ իրանք բոլորը ասում են նույն բանը, եւ այդ նույն բանը սովորաբար ընկալվում է նույն քաղաքացիների կողմից, հասկանում եք։ Սամվել Կարապետյանը մի քիչ տարբեր չի ամեն դեպքում Քոչարյանից։ Շատ տարբեր չի, բանի առումով, որտեվ էլի մոտավորապես չգիտեմ, արտաքին քաղաքական իմաստով ինչ որ մոտավորապես նույն բանն է ասում ավանդական դաշնակիցների մասին, ներքին մասով չեմ հասկանում անկեղծ ասած ինչ են ասում, բայց համագործակցում են եւ ըստ էության հույս են դնում նույն մարդկանց վրա եւ համագործակցում են եւ հույս են դնում եւ նաեւ ցուցակը կազմվելուց մենք կհավաստիանանք դրանում եւ երկրորդ մասը, այսինքն իմ համար դա ակնհայտ է, նրանք բոլորը հակաիշխանական ՔՎ-ի համար են պայքարում, ոչ թե ավելի լավ իշխանություն լինելու, հա, քան մենք ենք, որտեվ ավելի լավ իշխանություն լինելու համար նաեւ պետքա նրանք արձանագրեն, որ մենք լավ իշխանություն ենք, իրենք կարող են լինել ավելի լավը։ Ու պետք է ասեն ինչով ենք լավ, ինչով իրենք կարող են լինել ավելի լավը։ Պարոն Կարապետյանը ունի միլիարդներ։ Դա նշանակում է
Միգուցե դա ծառայեցվի պետության շահերին։ Մեզ ներդրումներ են Հայաստանում։ Այդ հեքիաթները։ Փող բաժանել ժողովրդին լավ իմաստով այդ հեքիաթները, ձերպես 10% չբարձրացնել։ Այդ հեքիաթները երկրորդ հարգում են, էլի, գրադարանի սովորաբար լինում կամ ֆանտաստիկայի բաժնում։ Ոչ մի մեծահարուստ միլիարդատեր կլինի, միլիոնատեր կլինի, իր աշխատած փողերը պարզապես չի բաժանում ոչ մեկին, այլ սովորաբար դրանք կրկնապատկում, եռապատկում, քառապատկում, տասնապատկում են, երբ որ ունենում են պետական լծակներ եւ ավելին այդ միլիարդներն էլ սովորաբար այս կամ այն պետությունում աշխատում են շատ քաղաքացիներ, այդպիսի լծակներ ունենալով կամ հասանելիություն այդպիսի լծակներ ունենալով պետական գնումներ, ինչը իր հենց տեղի ա ունեցել Տաշիր գրուպի դեպքում, Գազպրոմի պայմանագրերով է Տաշիր գրուպը դարձել Տաշիր գրուպ էլի, որպեսզի պարզ լինի բոլորի համար, ոչ թե տարել են փող են բաժանել, ասենք Ռուսաստանում ապրող աղքատներին կամ հայերին։ Գազպրոմի գնումներն են մասնակցել Տաշին։ Այո, ամենասկզբում։ Պետական գնումները ամեն դեպքում եղել։ Եվ երկրորդ մասը Գյումրու սցենար, հա, այսպես կոչված։ Դա կոալիցիոն ըստ էության կառավարման մոդելն է, որը կոալիցիոն, այսինքն կամ խորհրդարանական մոդելի երկրներում ընդունված է, ինչ որ մի օր միգուցե մեր մոտ էլ լինի, եւ մենք մենակ Գյումրի չունենք, մենք ունենք նաեւ Երևանյան սցենար, հա, օրինակ Գյումրուց առաջ, էլի եղել է կոալիցիա։ Այս կամ այն կերպ։ Ընդդիմության պարապտում տեղի ունեցավ Երևանում ամեն դեպքում։ Բայց մենք համոզված ենք, որ դա տեղի չունենա, ինչու՞։ Որովհետև նախ մենք շատ քաղաքական քարոզարշավ ենք տանելու, մեր քաղաքացիներին բացատրելու ենք տարբերությունները եւ մենք էլ ենք մեղավոր եղել, որ Գյումրիում Գյումրու սցենարը եղավ, մենք ընդունում ենք մեր մեղավորությունը եւ այդ սցենարը նաեւ ինքնին թույլ է տալիս այն նորից չկրկնել։ Հասկանում եք, քաղաքացիներն էլ են տեսնում, որ տարբեր այդ գայլի գառան մորթի հակած գայլերը գալիս են իրար դեմ բաներ են խոսում, ինչ արգելել, ինչ մասն է խոսքը։ Դե նրանք լուրջ մտավախություն ունեն, որ թույլ չեք տա այդ ոնց եք դուք այդ բաները, այդ նարատիվները ընդհանրապես տիրաժավորում։ Հայաստանի Հանրապետությունում կա օրենսդրություն, պետք չի հարցնել, եթե օրենքով սահմանված է մի բան, դա տեղի է ունենա։ Օրինակ, կներեք, ես մի բան ասեմ, ինչ որտեղից է իրար դեմ, օրինակ նույն Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը իրար դեմ պայքարեցին իրարից, որ ինձ ընտրեք, որ Վարդանի կհանկարծ չլինի, բայց հետո կոպիտ ասած ընտրեցին Վարդան Ղուկասյանին, դա նաև լավ օրինակ էր, թե ինչպես են խափում մեր բնակչությանը։ Լավ օրինակ էր, վատ արդյունքով, բայց լավ օրինակ։ Տեսեք, ձեր նախկին թիմակից Էդմոնդ Մարուքյանն էր երեք այստեղ եւ նա միշտ վերջին շրջանում ահազանգում է, որ ԿՊ-ն պատրաստվում է Մոլդովայի օրինակով տարբեր ուժերի արգելել։ Դուք բացառում եք նման սցենար։ Էդմոնդ Մարուքյանին պետք է կողմնորոշվել վերջը, ինքը որ ճանապարհն է ընտրում։ Ընդհանրապես դա։ Ինքը կընտրի ճանապարհը։ Այդպես էլ չի կողմնորոշվում։ Նա փնտրում արգելելու է։ Փնտրում եւ այդպես էլ չի գտնում այդ երրորդ ճանապարհը, բայց ոնց որ գտնում է Սամվել Կարապետյանի քսակի տեղը։ Ես դա չեմ կարող հաստատել եւ չեմ կարող հաստատել, դրա համար ասացի ոնց որ։ Մանավանդ որ նա երեք չէր ասում վերջնականապես, որ լինելու է այդ ուժի կազմում, արգելելու այս գաղափարը դուք բացառում եք ընդհանրապես։ Ինձ խեք տենց հարց տալի չեմ հասկանում։ Ես կուսակցություն արգելող եմ։ Կուսակցություն արգելելու մեխանիզմը գիտեք դուք Կարող ընդհանրապես։ է դուք չարգելեք, ինչ որ մի չինովնիկ։ Դուք գիտեք ընդհանրապես ոնց են արգելում։ Դե հիմքեր պետք է լինեն, ասենք ֆինանսական չարաշահումներ եւ այլն։ Ես հարց եմ տալու։ Դուք գիտեք ոնց են կուսակցություն արգելում։ Ես չգիտեմ ոնց են կուսակցություն արգելում։ Դե իմացողները կհուշեն, բան։ Ով պետք է հուշի։ Վլադիմիր Վարդանյանը, ասենք։ Արգելողը լինենք նախ մինչև այդ արգելած կլինեն եւ երկրորդը կուսակցություն արգելելով հարց չես լուծում։ Պետքա պայքարես գաղափարների դեմ, որոնք որ դեմ են պետությանը եւ մենք պայքարում ենք։ Ես զարմանում եմ, որ դուք տենց հարցեր եք տալիս եւ այդ կեղծ օրակարգերը տիրաժավորում ենք, այդ թվում է հարցազրույցներով մարդկանց կողմից, որոնք չեն կարող կողմնորոշվել վերջապես, չեն կարողանում գտնել իրենց տենց բանը նիշան քաղաքական ու տենց անդադար մի օր ստեղ են, մի օր ընդեղ են, մի օր Ռուսաստանի դեմ են, մի օր Ռուսաստանի հետ են, մի օր նախկինների դեմ են, մի օր նախկինների հետ են։ Այդ մարդիկ ոնց ասեմ, էլի այդ քաղաքական քամելեոնիզմը ապագա չունի, հասկանում եք, իրանք նույնիսկ հայտնվեն խորհրդարանում այս կամ այն կերպ։ Իրանք չեն կարող մասսայականություն վայելել, էլի դա զգացվում է տենց գենետիկ մակարդակում, էլի, ընտրողների եւ ժողովրդի կողմից։ Դուք դատարան գնացել եք պարոն Կարապետյանի հայցով, թե դուք չկաք այդ
հայցվողների մեջ։ Ոչ չկամ, ես առաջինն եմ։ Առաջին հայցվողն եք։ Չլինի դուք եք Պատասխանողը։ Հա, պատասխանողը, հայցվող ես նկատի ունեմ, ոչ թե հայցվոր։ Միութենական պետություն մեջ մտցնելու այդ մեղադրանքների հնչեցնողների շարքում դուք կաք, թե չէ, որ քիչ ուրիշ է, բայց ուզում է մեզ մտցնել միութենական պետություն։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև չեմ հիշում կոնկրետ ինչ ձեր եմ ասել։ հիշատակած Նարեկ Կարապետյանը ասում էր մենք անկախության սերունդն ենք եւ քաղցրի անկախության գինը ոնց կարող ենք նման բան անել, այսինքն մարդը կդրականապես հերքում էր ԿՊԱ-կանների այդ մեղադրանքը։ Ուրախ եմ, որ հերքում է, բայց դա նաև գործով է պետք է ապացուցել։ Ոնց օրինակ, ինչ է։ Վերջը էլի աշխատանքով եւ քայլերով եւ նաև մարդիկ պետք է հասկանան, ու ես կարծում եմ, որ Հայաստանում այո, չպետք է լինեն ուժեր, որոնք ուզենան, որ մեր սուվերենությունն ու սուվերենությունը, անկախությունը զիջվի, բայց ցավոք սրտի այդպիսի ուժեր կան, այդ թվում կան խորհրդարանում, այդ թվում կան խորհրդարանից դուրս, թիմերում կան արդեն եւ դա վստահ եմ կարեւորագույն նաեւ բաներից է լինելու լակմուսի թղթերից կամ որոշիչ կետերից ընտրությունների ժամանակ։ Իդեպ վարչապետը երբ որ ասում էր հետո կներեք էլի ասելը ուրիշ է, բայց 4 միլիարդը որտեղից է ծագել եւ 3, ես 3 ում կոնտրոլի տակ է կամ ով ունի ազդեցություն դրա վրա էլի այդ ամեն ինչը։ Ունեք այդ հարցի պատասխանը, ում կոնտրոլի տակ է։ Այն պետության, որտեղ որ դրանք հիմնականում գեներացվում են։ Չէ։ Հայաստանում։ Ոչ։ Արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Երրորդ տարբերակը, լավ։ Պարոն Թորոսյան, այդ պարագայում հիշում եք, որ վարչապետը ասում էր այ 3 կետ այդ վիրավորական բառը ես չեմ հնչեցնի, հիմա կտեսնես ոնց է պետության համը մնում քո բերանում, չէ՞։ Սամվել Կարապետյանը ձերբակալելու պայն են այդ ստատուսները գրվում։ Պարոն Կարապետյանը 3 ասում է, այո, պետության համը մեր բերանում է եւ այն շատ քաղցր է, այսինքն ձեր այդ սպառնալիքը տեղ չի ասել, պարոն Թորոսյան։ Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք սպառնում, մենք անում ենք քաղաքական հայտարարություններ, բոլորն են անում քաղաքական հայտարարություններ, որտեղ մենք ունենք խոսքի ազատություն, իրանք էլ իրենց հայտարարություններ են։ Չվախեցան ամեն դեպքում, ասում են մեր պետությունն է, ինչ խնդիր կա։ Մենք ոչ մեկին վախեցնելու միտում չունենք։ Կծու համերով մի վախեցրեք։ Ոչ կծու համերով, ոչ քաղցր համերով, ոչ թթու համերով։ Դաշտը ազատ է քաղաքական, բայց եթե ինչ-որ մեկը օրենքի նկատմամբ ոտնձգություն է անում եւ պետական կարգի, սահմանադրական կարգի, իրավապահ համակարգը արձագանքում է եւ արձագանքելու է։ Ամեն դեպքում, պարոն Թորոսյան, քաղբանտարկյալների մեղադրանքին ինչպես կանդրադառնանք, որովհետեւ Հայաստանը որդեգրել է ԵՄ-ին անդամակցելու, այսպես քաղաքական նպատակ եւ այն երկիրը, որտեղ կան քաղբանտարկյալներ, որ երկիրը կներեք, արքեպիսկոպոսներ, բարերարներ, նրանք չեն կարող ԵՄ անդամ լինել։ Թեորետիկ եւ այլ մեղադրանքի համատեքստում, որ Հայաստանը է։ Հա, զարմացա շատ ճիշտն ասած, որովհետեւ օրինակ ռազմական հեղաշրջման կոչանող անձին բանտարկելը որևէ կերպ, որևէ երկրում, որևէ միջազգային կառույցում չի կարող համարվել քաղաքական հետապնդում, ավելին, եթե ռազմական հեղաշրջման կոչ անող եւ շատ կոնկրետ եւ նաեւ տենց դետալային կոչեր անող, թե այդ ամեն ինչը ոնց է տեղ ունեցող անձին իրավական գնահատական չտալը կհամարվեր, որ երկրում չկա օրենքի գերիշխանություն, rule of law, որը նաև օրինակ Եվրոպական միության ամենակարևորագույն սկզբունքներից մեկն է։ Բայց նրանք ձեր քաղաքական օպոնենտներն են, ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական օպոնենտներն են։ Ով է քաղաքական, ասենք բանը, եկեղեցականները քաղաքական օպոնենտներ են։ Բագրատ arczepiskopos Գարստանյանը քաղաքական շարժում էր գեներացնում։ Այո, քաղաքական շարժում չէր գեներացնում, տերորիստական ակտ էր նախապատրաստում, դրա տարբեր բաներ են։ Պարոն Թորոսյան, դատարանի վճռով դա ձեր քաղաքական հայտարարությունն է։ Հաստատվել է, թե չի հաստատվել։ Ես իմ քաղաքական հայտարարությունները կարող եմ անել, դատարանը կորոշի վերջնական վերդիկտը կկայացնի։ Դուք իսկ քաղաքական հարց եք տալիս։ Դուք էլ ինձ վերջնական վերդիկտով հարցեր եք տալի, ոնց կարելի է Հայաստանում ունենալ քաղաքական բանտարկել։ Ես ասում եմ, Հայաստանում չկան քաղաքական բանտարկելներ, մեր իշխանության օրոք չեն եղել եւ չեն լինելու քաղաքական բանտարկելներ, բայց լինելու է օրենքի գերիշխանություն եւ որևէ մեկը չի կարող քաղաքացիներին սպանելու կամ ինչ-որ բան վառելու,
որ բան ծակելու, քանդելու, քաոս ստեղծելու միջոցով սահմանադրական կարգ տապալել, մեկ ուրիշը չի կարողանալու ռազմական հեղաշրջման կոչեր անել նախկին նախագահներին, որոնք գոնե մի քանի հատ հավատարիմ գեներալ պետք է ունենան, եւ այդ մարդիկ իմ խորին համոզմամբ քրեական հանցագործներ են, անկախ նրանից թե ինչ շորեր են իրանք հագնում։ Սամվել Կարապետյանն էլ հոչ էր ասել, Փաշինյան, սպասիր, հիմա ռազմական հեղաշրջում եք անում։ Դրան գնահատական կտա ձեր ասած դատարանը։ Իր ձևով ինչ որ բաներ ասում։ Իր ձևի վերաբերյալ է գնահատական կտա դատարանը հաշվի առնելով այդ իր ունեցած ռեսուրսները եւ ձևերը եւ մենք դրա մասին կիմանանք արդեն հրապարակային։ Կնեք, մեծ ֆանտազիա է պետք ունենալ, այդ իմ ձևով կմասնակցեմ իտակ ինչ որ ռազմական հեղաշրջման կոչ տեսնել բանտարոսան։ Եկեք խոստովանենք էլի լավ։ Ինչ խոստովանենք։ Ես օրինակ այդ փողերի լվացման մեղադրանքի մասին չեմ կարող ոչինչ ասել։ Բայց այն ինչ որ հրապարակային է դատելով դրանից մի տեսակ բարդ է պատկերացնել, որ նա նկատի ունի ռազմական հեղաշրջում, ասում է իմ ձևով կմասնակցեմ։ Հարց մենակ ռազմական չի լինում հեղաշրջումը։ Հեղաշրջումը տարբեր ձևերի է լինում եւ լինում է ապօրինի ձևով, հա, եւ մեղադրանքի շրջանակներում այդ ամեն ինչը բայց այդ բանը կհաստատվի կամ կհերկվի, ինչ չի ասել։ Որ կանի հեղաշրջում։ Մեր ձևերով ինչ որ հարցեր են լուծելու։ Եվ ոնց ենթադրեցիք, որ դա ապօրինի ձև։ Ես չեմ ենթադրում, ենթադրում են համապատասխան մարմինները, ես քաղաքական գնահատական եմ տալի, որը տվել եմ այդ հայտարարությունից մի կես ժամ թե մի ժամ հետո ազգային ժողովի ամբիոնում։ Նիկոլ Փաշինյանն էլ ստատուսներով հրահանգում էր իրավապահներին իր ձևով կալանավորել հերթական քաղբանտարկյալին։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի հրահանգավորում, բապետության ստատուսներով ոչ այլ կերպ, եթե հրահանգավորեր բազմաթիվ դեպքերով նույն չեն լինի կալանավորումը խոփանման միջոց որպես փոխելու որոշումներ տարբեր ատյանի դատարանների կողմից եւ տարբեր մարդկանց համար եւ այդպես շարունակ։ Ամեն դեպքում ձերբակալությունները հասան ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդուն Արագածոտնի թեմի առաջնորդին եւ էլի բազմաթիվ հոգեվորականներ։ Եկեղեցում էլ պաստորեն տենց խնամի ծանոթ բարեկամով քրոջ որդին միտեղ, եղբայրը միտեղ թեմի, որը չգիտեի ճիշտ ասած, անկեղծ չգիտեի դրա մասին։ Ես գիտեի Տեր Արամի այսպես հարցազրույցից, որը ասում էր ըստ էության, եթե շատ կարճացնենք, որ իր կամքին հակառակ ընդդիմության ցույցերն են տարել։ Դա քրեական հանցագործություն է, ինչքան գիտեմ քրեական օրենսգրքով ստիպել մասնակցել հանրային հավաքներին։ Այսօր ՀՀԿ-ից ունեի հյուր եւ նա ասում էր, որ իշխանությունը միտումնավոր այդ հարցազրույցը կազմակերպել էր, որ հոգեվորականներից վրեժ խնդիր լինի։ Ինչ նշանակում միտումնավոր կազմակերպել։ Ասենք հիմա այդ մարդը Facebook-ում գնում է Facebook-ում եթեր, այդպիսի բան է։ Ախր հիմա եթերը մեդիան մենք ենք։ Ես հիմա Facebook-ում մի բան եմ գրում, դա ավտոմատ մեդիա է արդեն։ Հիմա այդ մեր հոգեվորականը հմեկում բարդ է հեշտորեն հայտնի հմեկնա թե չէ, այդ ասող։ Կարևոր էր հմեկը։ Չէ, կարևոր չի։ Հիմա եթե ինքը նույն բանը իր ստատուսում վիդեո նկարել գրել, ինչ տարբերություն։ Ասենք բովանդակության վրա կենտրոնանալու համար, ասենք իսկ կարող են պատասխանել, ինչու են մարդկանց ստիպողաբար տարել ցույցերի։ Հմեկում եթեր, որպեսի բան։ Ինչ կապ ունի։ Այդ ամբողջ խոսում այդ մարդկանց բովանդակության մաս, բովանդակությունը թողած ընկերեն ձև, այսինքն իրանց համար ընդունելի է, որտեվ իրանք միշտ տենց են արել։ Հավաքներին զորով մարդկանց տանել ապահովել, այդ թե իշխանության եղած ժամանակ, թե ընդդիմություն եղած ժամանակ, ու դա իրանց համար նորմալ է, անկախ նրանից որ դա օրենքով արգելվում է, բայց որ ինչ որ մի հոգեվորական մի TV-ում կլինի դա հանրային կամ ոչ հանրային եթեր է ստացել, դա է խնդրեմը։ Իրանց էլ են հրավիրում, թող գնան իրանք էլ հակառակ բան են ասել, հրաժարվում են եթերներ գնալուց մեծամասամբ։ Ինչն է սարքած։ Ինչն է սարքած։ Քա որ հմեկում է եղել այդ հարցազրույցի եւ ասում եմ հարցազրույցը ինչ կապ ունի, բովանդակությունն է կարևորը։ Մարդը այնտեղ է հնչեցրել, Պանթորոսյան այդ արտահայտությունը։ Ես էլ ասում եմ ինչ կապ ունի, որտեղ է հնչեցրել։ Ասում եմ իշխանության սարքածն է ուրեմն։ Նորից եմ կրկնում, ինչ կապ ունի, որտեղ է հնչեցրել բովանդակությունը, ասեք սուտ է ասել։ Եթե ուզում եք ասել, որ սխալ բան է ասել, ասեք սուտ է ասել, ոչ թե որտեղ է հնչեցրել։ Եվ հետեւաբար սուտ չի ասել, եթե իրենք չեն կենտրոնանում բովանդակության վրա։ Կարող է ճիշտ է ասել, բայց իշխանության ուղղորդմամբ է ճիշտ ասել, որ կալանավոր է։ Ես տարբեր տեսակետներից եմ հրաշալի ձևակերպում եմ, ուրեմն լավ իշխանությունն է, որ իշխանության ուղղորդմամբ ճիշտ է ասել։ Դեռ դա իրավապահների իհարկե հետաքրքրությունից կիմանանք։ Բայց շատ հետաքրքիր է ամեն դեպքում արձանագրել, որ տենց եկեղեցում այդպիսի բարքեր են, քրոջ տղա, եղբայր, չգիտեմ, տենց սանիկ, բարեկամ, տենց կոնկրետ, նորմալ, տենց կլանային համակարգ է։ Դե վարչապետի եղբոր տղան падգամավոր էր, կնոջ եղբայրը վարչապետի եղբոր տղան 2007-8 թվականից քաղաքական գործունեությամբ էր զբաղվում, այդ թվում իմ հետ, ոչ
վարչապետի կնոջ եղբայրը նույնպես վաղուց քաղաքականությամբ էր զբաղվում, մենք ունենք երկու падգամավոր, որ ամուսիններ են իրար հետ, որոնք 2007 թվերից քաղաքականությամբ են զբաղվում, դա կլանային չէ, որտեղ նրանք նաև ընտրովի պաշտոններ են։ Գարեգին երկրորդի պարագայում կլանային։ Որովհետև տենց նշանակովի պաշտոններ են եւ ակնհայտորեն տենց այսքեզ եւ վարչապետի շրջապ կլանային չի նրանց պարագայում։ Որտեղ մեր պարագայում ձեր օրինակները բացարձակ վալիդ չեն, ու այդ մարդիկ ընդհանրապես հիմա մի հոգու մասն եք խոսում Հրաչ Հակոբյանի ով падգամում մասին։ Վարչապետի եղբոր որդու։ Վարչապետի եղբոր որդին վաղուց падգամավոր չի եւ падգամավորը եղել է նաեւ վարչության, եթե չեմ սխալվում, կուսակցության անդամ եւ քաղաքական գործունեությամբ է զբաղվել անհիշելի ժամանակներից, ոչ թե պարզապես նրա եղբոր որդի լինելով ինչ որ բան է ստացել, այն էլ ասում եմ ընտրովի մարմնում։ Եվ եթե նկատեք վարչապետի ոչ մի հարազատ, ոչ մի պաշտոն չի զբաղացնում։ Նշանակովի պաշտոն։ Չեմ սխալվում, եղբայրը բավականին այսպես արդյունավետ բիզնեսմեն է, հա։ Ասում եմ ոչ մի բան, վճարովի աշխատանք է կատարում ինչ որ մի բիզնեսում, որի իրավունքը բոլորը ունեն։ Ես վատ տոնով չէի ասում։ Չէ, տենց մոտավորապես փորձեցիք հակադարձել, բայց չստացվեց։ Լավ, պարոն Թորոսյան, ձեզ բարդ է հակադարձել, ես ընդունում։ Ամեն դեպքում մարդիկ նաև այսպես սպասում են, որ իշխանությունը շուտով կգրոհի մայրաթոռը։ Ինչքան են ուզում սպասեն։ Թող ժամկետներն էլ ասեն։ Մի երկու անգամ ասեցին, շաբաթ գնացին ինչ որ պայքար բան պաշտպանելու, չէ՞, հիշում եմ, տենց այն հայտնի անեկդոտի պես։ Որ ասում եմ ինչ ես անում, ասում եմ կոկորդիլոսների եմ քշում, ասում եմ բայց կոկորդիլոս չկա, դա ասում եմ քշում եմ դրա համար չկա։ Դա պատասխանը դրա մեջ ամփոփվում է։ ԽՑԲ-ի կոնտեքստում պարոն Ղալումյանները խավոր են, չէ՞, վարչապետին։ Պարոն Ղալումյանը ընտրված էլի падգամավոր է մյուսը։ Ձեր դեպքում բոլորը ընտրված են, այո։ Խավորը ո՞րն է, ասենք, բանա, վստահություն կա այդ մարդու մեջ, եւ նշանակվել է մարդ դեպքում էլ վստահություն կա քրոջ որդու նկատմամբ, թեմի առաջնորդերը։ Հա 0-0-1-1։ 0-0-1-1։ Ես կարողացա պաշտպանել եկեղեցու դիրքերը, ապազգային իշխանության ներկայացուցիչից։ Այո, պարոն Թորոսյան։ Ասում եմ շնորհակալ եմ եկեղեցու անունից։ Ինչու քայլեր չձեռնարկվեց ամեն դեպքում Վեհարանը ազատելու կաթողիկոսից։ Ես այդ շարժման մասնակից չեմ ոչ մի կերպ, բազմիցս ասել եմ, ես միայն քաղաքական մասով եմ գնահատականներ տալիս եկեղեցականներին կամ եկեղեցու գործունեությանը, իսկ նրա հավատավոր հոտի գործունեությանը չեմ միջամտելու, նրանք կորոշեն թե ինչպես վարվեն իրենց իսկ կառույցի հետ։ Լավ, հիմա մի քիչ սպորտային լուրեր։ Ես գիտեմ, որ դուք հեծանիվ շատ եք, այո, միշտ եղանակն ու սպորտը վերջում են։ Այո, եղանակը լավ է անցնեք սպորտին։ Տեսեք, ես շատ հաճախ նկատում եմ, որ դուք հեծանիվ եք քշում եւ այն մարդկանցից եք, որ կոմպետենտ եք, էլի այս թեմայով։ Ասեմ ձեզ, ես էլ եմ երկար ժամանակ հեծանիվ քշում եւ Factor TV գալիս է հեծանիվով, մինչեւ հասկացա, որ իմ կյանքին վտանգ է սպառնում Երևանի այս երթևեկության պայմաններում։ Գիտեք ինչու է իմ կյանքին վտանգ սպառնում, որովհետեւ ես վարչապետը չեմ, պարոն Թորոսյան, որովհետեւ բարեկային ոստիկանությունը իմ ճանապարհը չի բացում, որովհետեւ քաղաքը չեն կանգնեցնում, որ ես սլանալով կոստը հակիս գամ Factor TV իսկ վարչապետին այդպիսի ուղեկցությամբ ճանապարհում է դեպի կառավարության շենք եւ վարչապետը ասում է. «Սիրելի ժողովուրդ, դուք էլ գործի գնացեք հեծանիվով»։ Շատ լավ խորհուրդ է տալիս։ Ուղղակի չէ, եթե չխանգարեք, դուք գիտեմ, որ խանգարելու վարպետ եք։ Եթե կառավարող ուժը ունենալով Երևանում իշխանություն չի կահավորում քաղաքը եւ ինձ կոչ է անում իմ կյանքը զոհել հանուն նրա, որ իր կոչը տեղ հասնի, մի տեսակ կասկածել է։ Կահավոր է քաղաքը նոր։ Իդեպ ես չեմ նկատել, որ դուք Երևանում հեծանիվ քշեք, ինչից է։ Շնորհակալություն հարցի համար։ Պատասխանեք, այո։ Դուք չարաչար սխալվում եք, որ վարչապետի համար փակում են ճանապարհներ, երբ որ ինքը հեծանիվ է քշում կամ հեծանիվով գնում է աշխատանքի։ Պարզապես վարչապետը աշխատանքի գնում է շատ վաղ, ոնց որ ես օրինակ։ Բայց իրեն ուղեկցում են, պարոն Թորոսյան։ Իրան ուղեկցում են անվտանգությունից ելնելով, բայց օրինակ դուք այսօր եթե ուշադիր նայեք այդ բանը, տեսանյութը կտեսնեք ոնց է վարչապետը կարմիր լույսի տակ կանգնած սպասում, որ լույսը փոխվի, նոր շարունակի իր երթը։ Փողոցում, պարոն Թորոսյան։ Կապունի փոքրիկ թե մեծ փողոցում դիմաց։ Պարոն Քոչարյանին վերագրվող հյուրանոցի դիմաց նկատի ունեք։
Որ փողոցում կանգնես։ Ուզում եք ասել վարչապետի ավտոշարասյունը, պարոն Թորոսյան, առանց սպասարկման, հա։ Լավ, վարչապետը։ Մի րոպե։ Հեծանիվից ենք խոսում, թե մեքենայից։ Հեծանիվից։ Ուրեմն ավտոյի մասին չենք խոսում այս պահին։ Եկեք ես էլ կորոշեմ։ Չէ, եթե հարց եք տվել հեծանիվից, ես պատասխանում եմ հեծանիվի մասին։ Եւ պետական անվտանգությունը եւ նա ապահով հասնում է տեղ։ Ինձ որևէ մեկը չի ուղեկցում։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն վարչապետը հեծանիվով, երբ որ այսօր ես տեսել եմ այդ տեսանյութը գնում էր բան, նրան ուղեկցում էին հավանաբար հեծանվով եւս երկու անվտանգության աշխատակից եւ այո նաեւ անվտանգություն ձեռներով ինչ որ հեռավորության վրա նաեւ կան մեքենաներ, որ եթե հարժություն լինի, իրանց ծառայությունը մատուցան։ Բայց ես նորից եմ կրկնում, նա շատ տեսանելի ձևով երևում էր, որ կանգնել է կարմիր լույսի տակ, ինչպես ես եմ օրինակ կանգնում կարմիր լույսի տակ, որտեղ այդ տեսանյութը ընդամենը 30 վայրկյան էր, ոչ թե օրինակ 5 րոպե 30 վայրկյան, որը կտևեր ամբողջ ճանապարհի։ Դուք վստահեցնում եք, որ նրան ճանապարհ չեն բացել։ Երկրորդը, ես վարչապետի հետ բազմիցս շատ կանու խառավոծան հեծանիվ եմ քշել ինքս։ Այո, իր հետ։ Այն խմբի մեջ, որ մեյլ են գրում, գրանցվում, դուք գրանցվել եք։ Այո, գրանցվել եմ։ Եվ մենք այդտեղ քշում ենք այն ժամին, երբ որ բոլորը քնած են, բոլորը, նույնիսկ մեքենա չկա Երևանի փողոցներում, եւ նաեւ այո, երբ որ բազմաթիվ հեծանվորդներ են ու փողոցներում, հաճախ ոստիկանները իրանք է, ես էլ խմբով քշում եմ, նա ցերեկները ուրիշ տեղեր, ոստիկանները հաճախ օգնում են։ Մի րոպե էլի։ Բուն հարցին կպատասխանեմ։ Բուն հարցին գալով, Երևանը հարմարեցված չի ոստիկանների համար, հեծանիվների համար, ի սկզբանե հարմարեցված չի եղել։ Բայց վարչապետը ինձ կոչ անում հեծով գալ։ Գործի, եթե հարմարեցված չի։ Հարցս դա էր։ Որ շուտ գա գործի հեծանիվով, հարմարացվածության կարիք չունենանք 7-ին, ոչ թե ժամը 9-ին կամ 10-ին։ Դուք 7-ին ինձ հյուր կգաք, բան։ Իհարկե կգամ, որտեվ ես 7-ին տնից դուրս եմ գալիս ամեն օր։ Ու գնում եմ աշխատանքի։ Ես մի օր դες 7-ին առավոտ։ Ու այո, ես հեծանիվ քշում եմ սովորաբար 6-ից։ Այդ թվում երբ որ մութ հալնում ժամանակը։ Եվ ընդհանրապես շատ շուտ եմ զարթնում, սովորաբար զարթնում եմ տենց 5:30, 6-ի արանքում։ Եվ այո, հեծանիվ շատ եմ քշում, հիմնականում քշում եմ Երևանից դուրս, որտեղ քշում եմ երկար կիլոմետրեր, հարյուրավոր, որտեղ Երևանում դժվար է քշել։ Որովհետև չեք ուզում ձեր թոքերը կեղտոտվեն Երևանի օդից, չէ՞, եւ Նուբարաշյանի աղբի հոտը նկատի չունեմ։ Լավ էլի Ռոբերտ, ասենք հիմա որ փողոցում քայլում եմ կամ հեծանիվ եմ քշում, ի՞նչ տարբերություն քայլելուց է կեղտոտվում, թե Այդպես գազ են տալիս, պարոն Թորոսյան։ Օրինակ ես Արշակունյացով շատ երկար ժամանակ քշում եմ։ Հիմա Նուբարաշյանին է խնդրեմը, թե ավտոների գազը։ Կողնորոշվեք, չէ, որտեվ եթե ավտոներին է խնդրեմը, դու փողոցում քայլելուց էլ ես այդ ամեն ինչը շնչում։ Չի կարելի էլի այդքան խառնել ամեն ինչը, ինչա թե մի հատ սենսացիա սարքեք կամ բան անեք։ Ախպոր պես։ Դուք ասում եք վարչապետը շատ ճիշտ մոտեցում է ворթեգրել եւ այդ եսը դրա տարբերությունը տեսնում եմ։ Ես քանի որ շատ եմ հեծանիվ քշում, նույնիսկ գյուղերում բազմաթիվ թե երեխաներ, թե պատանիներ, թե հասուն մարդիկ սկսում են հեծանիվով տեղափոխվել կարճ տարածություններ, որտեղ երկար տարածություն չես կարող հեծանիվով քշել, երկար է տևում։ Հիմա Երևանը շատ տեղեր հարմարեցված չի, այո, նաեւ Երևանը պրոբլեմատիկա բլուրների պատճառով։ Դժվար է օրինակ ես ջրվեժ եմ ապրում իմ համար խնդիր չի բարձրանալ այսքան ֆիզիկապես բայց շատ երկար է տևել ասենք մի ժամ կենտրոնից կգնամ ջրվեժ հեծանիվով որտեղ մոտավորապես 500 մետր տարբերություն կա եւ պետքա զարգացնենք այս կուլտուրան ու աստիճանաբար մեքենաները սովորեն հեծանիվին որ դուք ասում եք անվտանգ չի չէ հա անվտանգ չի որտեղ սովոր չեն մեքենաները ուրիշ երկրներում տեսնում են հեծանավոր զիջում են մեր մոտ չեն զիջում պետքա կուլտուրան փոխենք Պարոն Թորոսյան, բայց այս հարցից նաև տողատակը ես անկեղծ ասած չեմ հասկանում, որ դուք զարմանում եք։ Չեմ հասկանում այդ բան սարքելը, էլի, այսինքն པարզ բան է ասում մարդը, քաղաքակիրթ բան է ասում։ Մենք չունենք ամեն քաղաք որ ճանապարհը բացի մեր։ Ուրեմն ոչ մի թիկնազոր ճանապարհ չի բացում հեծանիվով քշող վարչապետի համար, նորից եմ կրկնում։ Երկրորդը շատ քաղաքներ կան, որոնք կահավորված դուք պետք է ապացուցեք հակառակը։ Չէ, դուք պետք է ապացուցեք, որովհետեւ դուք պետք է ապացուցեք, որ բացում են, ոչ թե ես ապացուցեմ, որ չեմ բացում։ Ինչ որ բան լինելը ապացուցում են մարդը, որ ասում է հեծանիվով թե Չէ, հեծանիվով չէ, ես տեսնում եմ, որ վարչապետի շարասյունը գնում է։ Ես նորից եմ գրկնում, հեծանիվով առաջը բացում են, ավտոմեքենայով, այո, բացում են, որտեղ վարչապետը նաև հատուկ պահպանվող անձ է եւ տեղափոխվելու ժամանակ այդ դեպքում նաև արագություն եւ այլն այդ ամեն ինչը պահպանվում է։ Եվ ես սրանից մենք պատմություն սարքելը անկեղծ չեմ, գոնե ուրախանա, գոնե ասեք ինչ լավ է վարչապետը օրինակ է ծառայում։ Ես վաղը հեծանիվով կիշնեմ բան, գործիկ վիդեո կնկարեմ կգցեմ, գոհ եք։
վարչապետի հետ եք Չէ, ես ուրիշ տեղից եմ իջնում, իրար նույն տեղում չենք ապրում, որ իրար հետ իջնենք։ Ձեզ բարի երթևեկություն հուսանք բախում չի լինի։ Իհարկե չի լինի, որ այսպես ասենք Գերխիտ չի, ես ասում եմ, այդ շուտ ժամի եմ դուրս գալի եւ նորից եմ կրկնում, պետքա փոխվի մշակույթ, որ այո, նաեւ Գերխիտ ժամանակ, երբ որ օրինակ գնում ես Բրյուսել կամ չգիտեմ, նույն Ամստերդամ այսօր շատ խոսեցինք, Ամստերդամը երևի ամենահագեցածներից է կամ Կոպենհագեն, այնքան հեծանվորդ ես տեսնում, որ մեքենաներին չես գտնում դրանց մեջ։ Բայց այստեղ նաև համակարգային մտածողության խնդիր չկա ձեր իշխանության մոտ։ Այդ տեսեք, ռեֆորմներ կան, որ սկսվում են ու ինչ որ կեսից խափավում է եւ այլ, կամ ռեֆորմ չէ, սովորական ծխախոտի տուգանքի նախագիծը, որի հեղինակը իմ առջև նստած է, հենց հիմա Սարյան դուրս գանք, հիմա չէ, լավ 2 ժամից, երբ որ մարդիկ նստում են, ընդարմանում են, խմում են եւ այլն, հա, ծխում են եւ որևէ մեկը նրանց չի վերահսկում։ Այս հարցը այո, դուք էլ եք բարձրացնում։ Ես հիշում եմ, մյուսը սպանդանոցների թեմա, երբ որ ասում են վերջ սպանդանոցային մորթ է միայն Հայաստանում, որևէ մեկը իր բակում խոս չմորթի։ Հետո սպանդանոցների ցանցը շատ քիչ է, հետո հայտարարում է, բոլորս հայտարարում են։ Մեկ էլ հոբ պարզվում է, որ տպիչ չկա, որ տպել այդիները։ Պատկերացնում են ռեֆորմները անկեղծ ես չեմ հասկանում։ Այսինքն չկա, շատանում է, լավ չեն իրագործում այդ իմեր ասած։ Պատրաստի գնաց այդ բանը։ Միանգամից պատրաստի գնում ենք, բայց այդ ամենը չէ, նույնիսկ տուգանողները մեր քաղաքացիներն են հասկանում, եք ոստիկանները։ Այդ էլ պետքա փոխվի եւ ի վերջո օրենքի պահպանությանը պետք է առաջինը հետևեն քաղաքացիները եւ ոչ թե տուգանողները միայն մենք մեզնից պետք է ակնկալենք օրինապաշտություն եւ այդ նոր եւ ընդունված օրենքների նկատմամբ հարգանք ոչ թե անպայման պատժիչ տուգանող ինչ որ գործիքներով դրան իշխանության կիսատ-պռատության հարց չկա ցանկացած ռեֆորմ միշտ ինչ որ խնդիրների հանդիպում է որտեղ խնդրեմը ռեֆորմը նախագծվում է հետո սկսում է կիրառվել եւ կիրառման ընթացքում խնդիրներ են իհայտ գալի խնդիրները հնդածից լուծվում են բազմաթիվ ռեֆորմներ հիմա նույն ոստիկանների մասն եք խոսում հիմա ոստիկանների ռեֆորմը օրինակ բարեկային ծառայության համայնքային ծառայության շուտով ազգային գվարդիա գնացել է թե չի գնացել մինչև վերջ հա բայց վերջերս մենք հրապարակում ենք արել որ տասնյակ մեքենաներ խափանված են ձեր գնաց մի րոպե էլի միլիոններ տվել են գնել տվեք մինչև վերջ ասեմ չէ դուք ցույց չեք տալիս մինչև ես կանդրադառնամ փչացած մեքենաներին ասում եմ հիմա ռեֆորմը գնացել է մինչև վերջ թե չի գնացել գնացել է եղել են ընթացքում խնդիրներ իհարկե եղել են այդ թվում եղել են վատ ոստիկաններ չեն կարող չլինել այդ թվում եղել են իրենց վատ պահած ոստիկաններ կարգապահությունը խախտած հանցագործություն արած մարդկանց հետ վատ ինչ անենք բա հարյուրավոր մարդիկ են երկրորդը հարգելի Ռոբերտ մեքենաները փչանում են այդպես հատկությունն է սովորաբար մեքենաները երկար շահագործելուց փչանում են բոլոր մեքենաները շահագործելուց փչանում են դու գիտեք ինչքան են քշվում այդ մեքենաները 40-50 մեքենա մի անգամ չէ դու գիտեք քանի կիլոմետր են քշվել այդ մեքենաները ասենք 100 հազարավոր կիլոմետր գնացեք մի հատ ուրիշ 100 հազարավոր կիլոմետր քշած մեքենա տեսեք դրանից տարբերվում է թե չէ եւ դուք վստահ եք տասնյակ մեքենաներ փչացած 100 հազարավոր կիլոմետրեր քշվել են իհարկե քշվել են եթե չեն քշվել ու երաշխիքի մեջ են երաշխիքով կսպասարկվեն եւ անորակ բան չի իհարկե անորակ չի բա ինչի մյուսները մեկը փչացել է մյուսը չի փչացել լավ խայթող հարցեր շարքից պարոն Թովմասյան եւս մեկը թվում է թե կառավարության եւ նախարարների մոտ պրոդուկտիվություն արդյունավետություն ցույց տալ այդքան էլ գերխնդիր չի էլի ավելի շատ TikTok, Reels, Instagram-ի Reels, այսինքն խոսնակները հեռախոսները ձեռքներն առած գովաբանում են եւ գովազդում են իրենց նախարարները, այսինքն մենք տեսնում ենք սոցցանցային իրականություն, երբ որ վարչապետը այսպես նստած այսպես է անում, այսպես եւ 5 միլիոն դիտում է ունենում Instagram-ում։ Կառավարության նիստերը չեք տեսնում։ Չէ, ուրիշ բան է, կառավարության նիստերը որևէ մեկի փաստը չի հետաքրքրում, պարոն Թորոսյան։ Իսկ որ վարչապետը Զենֆիր Այլեսով։ Մի նոր ուրիշ բան եք ասում։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Պրոդուկտիվության կարիք չկա, կա սոցցանցերով ներկայացման, ճիշտ է։ Չէ, ասում եմ, հենց այդ է, ես ասում եմ կարիք կա շեշտադրել արդյունավետությունը աշխատանքի ցուցանիշներից մեկը։ Բոլորը զբաղված են քարոզով, իրենց կառավարության աշխատանքի ցուցանիշներից մեկը, ցուցիչներից մեկը ընդունված որոշումներն են, որոնք սովորաբար տեղի են ունենում 5-շաբթի օրերը կառավարության նիստի ժամանակ։ Չեք տեսել հեչ, օրինակ ինչ որոշումներ են ընդունվում։ Մի մասը զեկուցվող, մի մասը չզեկուցվող, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, գիտությանը, կրթությանը, սպորտին, մեր նախարարությանը, ամեն ինչին։ Բա այդ պրոդուկտիվությունը չի, դա պրոդուկտալը չի։ Եվ այո, նաև հասարակական եւ քաղաքական գործիչները ոչ միայն վարչապետը, նաև իրանց
սոցիալական էջերում կոմունիկացվում են իրենց հետևորդների հետ։ Զենֆիռը լսելը, Վիսոցկի լսելը, այո։ Դա կոմունիկացիա է, բան։ Դժգոհ եք վարչապետի դեմքի արտահայտությունից, եթե դա դեպրեսիվ է, արեք ինքներդ, ոչ դեպրեսիվ, եւ մի սահմանափակեք այլոց իրենց հետևորդների կամ իրենց ընտրողների կամ իրենց հայրենակիցներից շփվելու իրավունքը։ Դուք եք ուզում անեք եւ դա դուք չեք ուզում անեք եւ դա մտածված քաղաքականություն է, այո։ Ես հարց եմ տալիս մտածված քաղաքականություն է դա, որ ասում են դե լուրջ բաներով չի զբաղվում, ամբողջ օրը ինչ որ կարճ վիդեոներ է գցում, դա նրա համար արվում, որպեսզի կտրվի։ Մարդ կտրվի, ասի չէ, չի կարելի դա ամոթ է բան եւ այլն, մենակ լուրջ դեմքով sense ֆոտոներ անենք, ցենք, կներեք, էլի է Սերժի ժամանակ հիշում եք, որ դիսկի կոմպյուտեր չուներ, sense ինչ որ գրքեր էր դրած սեղանին, sense բարձր մարդկանց էր ընտրում։ Դե որը մեկը չէր հավատում, որ ինքը կարդացել է, բան չեմ ասում։ Հարցը կարդալը չի, հարցը նա որ այդ մարդիկ են կտրված իրականությունից, որ չեն հասկանում, պուլսը չեն զգում ժողովրդի, երկրի։ Ես չեմ հերքում, որ վարչապետը շատ լավ զգում է պուլսը եւ գիտի ինչ անի, որ ճիշտ է մարդկանց թայմլայններում երևա ամբողջ օրը։ Հետևաբար ամեն ինչ ճիշտ է։ Եվ դա է ձեր շանսը այսպես 26-ին հաղթելու։ Դա չէ մեր շանսը միայն։ Նախ շանսը այն է, որ այո մենք մեր ժողովրդից չենք կտրվել, երկրորդը մենք այնքան գործ ենք կարևոր թվարկելու համար ժամանակ չի լինում, եւ երրորդը մենք գաղափարախոսական բան ունենք ասելու Հայաստանի ժողովրդին ու ասել ենք ու շարունակելու ենք ասել նաև ընտրությունների ժամանակ։ Որն է այդ գաղափարախոսությունը։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ խաղաղությունը։ Եվ դա չի ունենալու մրցակից թեզեր վստահ եք։ Չունի, թող ունենա։ Պարկ Քոչարյանն էլ էր խաղաղությունից խոսում, ունեք արդեն մրցակից։ Որ խաղաղությունից։ Արժանապատիվ։ Այդ որն է։ Նվաստացվածի հակառակը։ Որն է դա։ Ձեր բերածի հակառակը։ Որն է դա։ Ուզում եք ես գովեմ պարոն Քոչարյան, խնդրում եմ։ Չկա այդ հարցերի պատասխան, որտեղ այդ հարցերի պատասխանը չկա։ Չկա այդ հարցի։ Խաղաղությունը խաղաղություն է եւ խաղաղության արժեքը հենց խաղաղությունն է։ Լավ, մի հարց էլ 26-ին արտաքին միջամտություններ ոնց եք կանխելու, պարոն Թորոսյան։ Արտաքին միջամտությունը։ Ասենք մեր սիրելի Ռուսաստանը այստեղ սեփական քաղաքական ուժերին առաջ չմղի, այսինքն եթե որևէ մի կուսակցություն ընտրվի Հայաստանի քաղաքացիներ ցանկության, ոչ թե ալգորիթմների մանիպուլյացիայի կամ փողերի ներարկման։ Քաղաքացիների ցանկությամբ է ընտրվելու ցանկացած իշխանություն Հայաստանում, այդպես եղել է եւ այդպես է լինելու է, իսկ այդ հիբրիդային հարձակումները, որոնք հիմա էլ կան, պարտադիր չի սպասել ընտրություններին, պետք է մեր կողմից պատշաճ արձագանքի արժանանան եւ ժողովրդին մենք ցույց տանք կոնկրետ, որը ինչպես է եղել, ինչպես է ծագել եւ այլն, այդ ալնելու հիմնական պայքարի մեթոդը, եթե օրենքներ չխախտվեն, եթե օրենքներ խախտվեն նախընտրական քարոզարշավի ժամանակ, դա իրավական գնահատական կարժանանա, կլինեն ապօրինի վարձատրության դեպքեր, կլինեն, չգիտեմ, ապօրինի ֆինանսավորման դեպքեր, ես չեմ կարող կանխատեսել, հուսամ չեն լինի։ Այսինքն դուք վստահեցնում եք, որ իշխանությունը արտաքին միջամտություններ կանխելու։ Ունեք այդքան գործիքակազմեր օրինակ։ Մեր իրավապահ մարմինները կարծում եմ ունակ են նման օրինախախտումները կամ օրենքի դեմ կամ կարգի դեմ հարձակումները կանխարգելել։ Լավ, մի կծու հարցել։ Հաճախ է ձեր իշխանությունը այսպիսի ածականների բաժին դառնում, բարդակ, ավտորիտար, ձախողված, անարդյունավետ, ապաշտնոր եւ անվտանգային ռիսկեր առաջացնող ունեք հակադարձում, պարոն Թորոսյան։ Կարող եմ կրկնել բառերը իրար հետևից նորից։ Սրա տակ ամեն մեկի տակ մի հարցադրում կա, մեծ հարցադրում, ես ուղղակի ժամանակ չխնայելու համար չեմ։ Եկեք դրա հականիշները ասեմ, դրանով վերջանանք։ Օրինակ բարդակի հականիշը ասեք։ Կարգ ու կանոնով, կազմակերպված, ժողովրդավար, ձախողված, հաջողված։ Որն եք հաջողել։ Ամեն ինչ։ Անարդյունավետ։ Շատ արդյունավետ։ Պատերազմի կառավարումը իրոք շատ արդյունավետ էր, ապաշտնոր։ Շնորհալի։ Շնորհալի, որ բազմաթիվ ուղղություններով եւ ոլորտներով։ Ասֆալտը հանենք, էլի, պարոն Թորոսյան։ Լավ է, Ռոբերտ ջան, ինչ ասֆալտի մասնախոսքը։ Ինչ ասֆալտի մասնախոսքը։ Որն է շնորհալի կառավարման արդյունքը։ Իսկ որն է ապաշնոր կառավարման արդյունքը։ Ասացինք 40 րոպե դրա մասն է։ Ես էլ 40 րոպե հակառակն էի ցույց տալիս, ցույց տալով ձեր թեզերի սին լինելը։ Շնորհակալություն։ Այսպես հակադարձումով ավարտենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։